Առավել երանելի է տալը, քան առնելը։ Աստվածաշնչյան հայտնի այս խոսքը Վանաձորի Նարեկաթի եկեղեցասեր երիտասարդական միության անդամների կարգախոսն էր։ Այս տարվա բարեգործական ծրագիրն իրականացնելիս Ուղարասթեմի առաջնորդ Տերտեբու arczepiskopos Շուլջանի օրհնությամբ ձեռք մեկնի ծրագիրն իրականացվեց դեկտեմբերի 10-ից 29։ Երիտասարդներն ամանորյա եւ Սուրբ Ծննդյան գնումների հարցում օգնեցին Վանաձորի շուրջ 30 անապահով ընտանիքների։ Հայամատություն նախորդ տարվա այս տարի ավելի ընդլայն է ծրագիրը իրականացվել ու 20-ից ավելի ընտանիքներ են կարողացել աջակցել։ Հիմնականում առանձնահատկությունը այս ծրագրի նաև նրանում է կայանում, որ կոնկրետ ծրագրին մասնակցում են հենց հասարակության անդամներ, հենց բնակիչները եւ հետաքրքիր յուրահատկությունը հենց նա է, որ բնակիչները իրենք են այս մթերքները հավաքում սննդամթերքը, նաեւ գումարը, որով գնվում է սննդամթերք, նաեւ հագուստը, այսինքն հենց իրենք են մասնակից դառնում այս ծրագրի։ Բարեգործական ծրագրին միացել էին նաեւ քաղաքի մի քանի խոշոր խանութների բարեգութ գնորդները։ Քաղաքում եղան խանութներ, որոնք մերժեցին ծրագրի անցկացումը իրենց խանութներում։ Չեմ կարող բացատրել ինչն է պատճառը, բայց միանշանակ ամոթ է հայ ազգին, որ այդ բարեգործություն անել կարողանալով բարեգործություն անել չեն անում։ Շնորհակալություն ենք հայտնում այն խանութների տնօրեններին, ովքեր թույլ տվեցին իրենց խանութներում ծրագիրն անցկացնել։ Միության հոգևոր պատասխանատու Տեր Ստեփանոս Քահանա Մարգարյանի հետ երիտասարդներն այցելեցին այդ 30 ընտանիքները, նրանց համար դարձնելով իրավան, տոն եւ անակնկալ։ Մեր երիտասարդացի միությունը փորձում է ամեն անգամ հնարավորինս մեր ներուժի չափով օգտակար լինել մեր բնակչության անապահով խավին։ Տվյալ դեպքում տեսնում ենք, որ այս տարի կրկնապատկվել է մեր ձեռք մեկնիչ ծրագրի շրջանակները եւ անցյալ տարվա համեմատ մոտ 13 բնակարանով ավելացել են, որոնց օգնության ձեռք ենք մեկնում իրավի նաև մեր քաղաքի բնակչության միջամտությամբ եւ անմիջական օգնությամբ։ Աստված բոլոր բարի նախաձեռնողներին երկար տարիների կյանք տա, որպեսզի բարեգործությունը դառնա համաժողովրդական, համազգային մի մեծ ծրագիր։ Դիվան Գուգարասթեմի